Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դա վերածվեց ընդամենը հավաքի, բայց այդ հավաքն էր, որ կարող էր որոշել մի քանի եպիսկոպոսի ճակատագիրը, թե այդուհանդերձ ինչպես Գևորգ Սրբազանինը կարող է դա որոշվել նաև հենց Էջմիածնում։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ դուք ամենքը կարիք ունեք խոսքի, գիտեք չէ, որ մեծ բախքը սկսել է։ Ես ուժ կարողություն եմ մաղթում բոլորիդ, մեծ բախք ես ժամանակահատվածը լավ գործածելու, արժանի կերպով դիմավորելու Սուրբ Հարությունը, գալիս եմ, ուղղակի չհարևանցեցի ժողովրդին, լավ ուժ կարողություն ամենքիդ, խաղաղություն մեր մեծ տանը, ինչպես արդեն անդրադարձա, Զարա ջան, Աստված մեծ է, լավ կլինի։ Սրանք ամենածանր օրերն են, թե ավելի ծանրին սպասել։ Անշուշտ աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք բոլորն էլ գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել։ Որքան էլ պահքի շրջան է, այս փուլում, բարենորոգում, անվան տակ սկսած գործընթացը ինքը հաջողություններ գրանցել է, ի վերջո եկեղեցիներ կան գրաված, որոնք այլևս հասու չեն օծյալ քահանաներին։ Չեմ կարող ասել ով ինչ է գրանցել, բայց մեր նպատակը բարին լավը գեղեցիկը առատացնելն է, եկեղեցու, եկեղեցականի, եւ մենք լավահույս ենք, որ վերջ առաջ մեր մարդասիրությունը, մեր աստվածպնդրությունը հաջողությամբ կսակվի։ Մինչև ընտրություններ հասարակությունը կգա, մինչև վերջ սթափության եւ Դա աստված, որ մենք բոլորս էլ սթափվենք եւ մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի, գերակշռի։ Ուժ կարողություն ամենքիդ, շնորհակալություն, վերջը խոսեցի։ Ձեզ ենք շնորհակալ։